Ապրիլի սկզբին Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը կրող զորավարժարանում կանցկացվեն հրետանու հերթական ցուցադրական մարտավարական զորավարժություններ փակ դիրքից, ինչպես նաև ուղիղ նշանառությամբ մարտական կրակով։ Զորավարժությանը նախորդող վերջին օրերին ազգային բանակի հրետանու զորամասերից մեկի անձնակազմը եռանդուն նախապատրաստվում է բանակային ստուգատեսին, որի ընթացքում իրական մարտական գործողություններին առավել մոտեցված պայմաններում ի հայտ կգան անձնակազմի մարտունակության աստիճանը, ռազմի դաշտում բարդ խնդիրներ կատարելու ունակությունը։ BM-21 տեսակի համազարգային կրակի ռեակտիվ համալիրի ստորաբաժանումը հրամանը ստանալուն պես անհապաղ գործի կդնի զորատեսակի այս հզոր միջոցը եւ ընթացքից կրակ կբացի պայմանական հակառակորդի ուժերի ուղղությամբ։ Ստորաբաժանման առավել բանիմաց եւ գրագետ սպաներից է Մարտկոցի ավագ սպա ավագ լեյտենանտ Սևակ Սարդարյանը։ 2008 թվականին Սևակը գերազանց գնահատականներով ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, իսկ արդեն ժամկետային ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է պատվոգրերով եւ շնորհակալագրերով։ Սպաներից շատերի արդյունավետ ծառայությանը մեծապես նպաստում են մասնագիտության ճիշտ ընտրությունը, ձեռք բերածով չբավարարվելը, մարտավարամասնագիտական հմտությունների եւ կարողությունների մշտական կատարելագործումը, արդեն բոլորովին այլ զորամասային առօրյայի պայմաններում։ Մասնագիտությունը պատական չեմ ընտրել եմ խորհրդով, չեմ փոշմանել, քանի որ հրետանավորի մասնագիտությունը շատ բարդ մասնագիտություն է իրենից ներկայացնում, շատ դժվար է հրետանու կրակը ղեկավարել եւ ես հպարտ եմ, որ հրետանավոր եմ։ Գերազանցիկ սպան առաջնորդվում է զինվորի մասին հայտնի ասացված լեյտենանտ Սևակ Սարդարյանի ունակությունների բացահայտմանը նպաստում է հրետանու զորամասում ձևավորված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, հրամանատարության ուշադիր եւ հոգատար վերաբերմունքը երիտասարդ խոստումնալից կադրերի նկատմամբ։